Ինչպես արդեն հայտնի է, վերջերս Փաշինյանը հանդիպել է մի խումբ եպիսկոպոսների հետ, ինչը հանրության կողմից բուռն քննարկման առարկա է դարձել։ Եվ նաև հիշեցնեմ, որ այսօր քննչական կոմիտեն հաստատել է, որ Արշակ Սրբազանի մասնակցությամբ տեսագրությունը իր հետ կապ չունի, եւ այս մասին հաղորդում է Արշակ Սրբազանի փաստաբան Արսեն Բաբայանը։ Դուք ինչ կասեք։ Սկսեմ երկրորդ հարցից, քանզի որ մենք պատկերացնում ենք Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, ոչ մի նյութ, ոչ մի ձայնագրություն այսքան ժամանակվա ընթացքում իրողությանը չէր համապատասխանում։ Շինծու գործեր էր մարդկանց վրա կարած ու շարունակման նույն քաղաքական տեմպը Նիկոլ Փաշինյանը ժողովուրդն էլ անջատված հավատում է դրան։ Իսկ ինչ մնում է վերջի Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը, դա շատ ահռելի ցավ է։ Մենք ստե պետքա տարանջատենք։ Հիմի պիղծը Նիկոլ Փաշինյանն է, այդ 10 սրբազաններն են, թե վեհապարն է։ Պետքա հասկանանք դրանցից ով է, քանի կար Կճոյանը ամենափիս սրբազանն էր Հայաստանի Հանրապետությունում։ Այսօր Կճոյանը պատարակ է մատուցում հանուն Նիկոլի, ոչ թե Աստծո խոսքն է փոխանցում, այլ հանուն Նիկոլի պատարակ է մատուցում։ Նույնը տենց տարբեր վեհապարներ, կներեք սա ինչ են ճանաչում, բայց անվանումներ կան, որ շատ երկար տարիներ հնչել են։ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը այսօր մի բանում է, հերթով պղծում է եկեղեցիները, բոլոր եկեղեցիները հերթականությամբ պղծում է ինքը իր ոնց ասում 40 ավազակներով, որոնք որ ոչ մի բանից տեղյակ չեն, բաժանում են, ժողովրդին հանում են իրար դեմ, իրանք այդտեղից շահում են դիվիդենդներ։ Դրա համար ես իմ ժողովուրդը պետքա ուշքի գա, հասկանա Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուղղվածությունը եւ դրանով վերջ դնել բոլոր սրբապիղծներին։ Մենք չմոռանանք, որ եկեղեցին ունի դարավոր պատմություն։ Եկեղեցին համախմբել է ամբողջ համայն հայությանը, եկեղեցին է բայ ամբողջ հայության նիստ ու կաց ավանդույթները։ Մենք այսօր հայերով հելել ենք եկեղեցու դեմ եւ ինչ-որ անձանց շուրջ ստեղծում ենք ինչ-որ մի իրավիճակ։ Դրա համար խորհուրդ կտամ ուշքի գա եւ սթափվել ավելի շուտ, սթափվել եւ ավելի լուրջ վերաբերվել Նիկոլ Փաշինյանի բոլոր հայտարարություններին, բոլոր սարքած նյութերին եւ մերժել Նիկոլ Փաշինյանին։ Պարոն Վարդանյան, նաև Նիկոլ Փաշինյանը հրահանգել է, որ այն եկեղեցիներում, որ ինքը պատարակ է ստանում, կաթողիկոսի անունը չհնչեցնել եւ վերջերս էլ Սուրբ Սարգիս եկեղեցում պատարակ ստանալուց, երբ որ կաթողիկոսի անունը չի հնչվել, քաղաքացիներից մի քանիսը հնչեցրել են Գարեգին Բ-ի անունը, որոնց էլ բերման են ենթարկել։ Այս առումով ինչ կասեք։ Ստեղ էլի կա հանելուկային հարց։ Վեհապարը, որ օծել է իրաց որպես քահանա, նրանք ընդունում են դա, չէ՞ որ վեհապարը օծել է որպես քահանաներ։ Հիմի վեհապարի օծած քահանան կարում է պատարակ տա եւ վեհապարի անունը չտա։ Դա ոնց է լինում։ Վեհապարը լավն է, վատն է, նա ընտրված վեհապարն է, որը որ հատուկ արարողակարգով ընտրվել է։ Մենք զուտ պետք է գիտակցենք, պետք է հասկանանք։ Հիմի Նիկոլ Փաշինյանը ումն է ուզում ներկայացնի վեհապար, ումն է ուզում սարքի, նույն Քարամյանը ինքը չունի երեխեք, նույն Կճոյանը չունի երեխեք, նույն այն մնացած բոլոր քահանաները չունեն երեխեք, ունեն, բոլորն էլ ունեն, բոլորն էլ ապրում են շատ ճոխ շռայլ կյանքով, բոլորն էլ ունեն զենք, զինված են, թանկարժեք ռեստորաններ են գնում են Մալդիվներ, ստեղ ընդեղ ինչ են անում իրանք չեն շփվում մարդկանց հետ, իրանք չունեն այդ կարիքները կանանց հետ չեն շփվում։ Սա բեմադրություն է եւս մեկ անգամ էլ եմ կրկնում, որ պառակտ են ժողովրդին, բաժան են ժողովրդին երկու մասի եւ իրանք սև գործ անեն։ Ստե ուրիշ բան չկա, Նիկոլ Փաշինյանը իր աթոռի համար
ժողովրդին հանում է իրան դեմ։ Կես ասում է հավատացյալ եմ։ Մենք հավատացյալներով հավաք ենք անում։ Դուք ինչ հավատացյալ եք։ Նիկոլ Փաշինյան, մեկը դու գիրք ես գրել։ Այդ գրքի մեջ ինչ սրբապղծություն ասես կա, դու հավատացյալ ես։ Ում ես հավատում։ Եհովային 50-ականների ում հավատքին ես դու գնում։